Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Մայիսի 30-ից ռուսական իշխանությունների որոշմամբ կսահմանափակվի նաև պտուղ բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ կիրառվել էին ծաղիկի, ջերմուկի, ինչպես նաև տեղական որոշակի ալկոհոլի որոշակի տեսակների հետ կապված։ Ինչ ազդեցություն կունենա այս սահմանափակումները Հայաստանի տնտեսության, արտահանողների վրա եւ գյուղացիական տնտեսությունների վրա եւ ինչ այլընտրանքներ ունի Հայաստանը եւ հայկական բիզնեսը։ Civil-Net տաղավարում ես թեման կքննարկեմ Access վերլուծական կենտրոնի ղեկավար տնտեսագետ Հայկ Ասֆանյանի, բարև ձեզ, եւ Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Հայկ, տեսեք, արդեն որ երրորդ ապրանքատեսակն է, որ սահմանափակման տակ է հայտնվում եւ մայիսի 30-ից արդեն նաեւ պտուղ բանջարեղենը եւ կարծես այսպես սեզոնի բացման հետ կապված է նաեւ սա։ Ոմանք ասում են սա նախընտրական տրամաբանության մեջ են գործում Ռուսաստանի իշխանությունները ազդելով հայկական այս նախընտրական շրջանում Հայաստանի ուրեմն ընտրողների տրամադրությունների վրա, իսկ մյուսները ասում են պատժիչ գործողություններ են եւ այլը, որովհետեւ Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպական միություն։ Այնուամենայնիվ, եթե պատկերացնենք, որ սրանք կարճատև չեն շատ, հա, պատկերացնենք, որ սրանք կարող են երկարատև լինել այս սահմանափակումները, ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա, պարոն Արամյան։ Որպեսզի գնահատենք ինչ ազդեցություն պետք է ունենա, արշալույս նախ պետք է գործիքների մենք խորությունն ու ժամկետանությունը, արագությունը հասկանանք, հա, որովհետեւ մեկ այլ սցենար է, երբ որ շատ կտրուկ ես դու դա անում, եւ մեկ այլ բան է, երբ որ դու աստիճանաբար ես անում։ Աստիճանաբար անելու դեպքում բնականաբար քեզ մոտ կաթվածային վիճակը ավելի կառավարելի է լինում, հնարավոր չէ կաթվածահար լինել, բայց երբ որ դա շատ արագ ես անում, այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ եւ կարեւորը նաեւ ասենք գործիքակազմի օգտագործումը ինչի վրա են անելու միայն դա վերաբերելու է օրինակ արտահանումներին դա վերաբերելու է վերարտահանումներին որովհետեւ չմոռանանք որ մենք ունենք վերարտահանում օրինակ եթե թվերի լեզվով խոսենք 2025 թվականին մենք ունեցել ենք շուրջ 21 միլիարդ առևտրաշրջանառություն դրանից շուրջ 8 միլիարդ դոլարով եմ ես ասում բաժանենք Ռուսաստանին բայց այդտեղ կան նաև վերարտահանում, որտեղ դրան պետք է գումարենք նաև դեպի այլ երկրներ, օրինակ Արաբական Էմիրությունները, եթե Արաբական Էմիրությունների դեպի արտահանումը նայեք 2022 թվականին, շուրջ 200-ից 300 միլիոնը չի գերազանցել։ Այսօր մենք խոսում ենք արդեն միլիարդների մասին, հա, այսինքն դա էլ պետք է գումարենք։ Եվ այդտեղ պետք է հստակեցնել գործիքակազմը ինչ ուղղությամբ եւ ինչ արագությամբ է լինելու։ Եթե միայն պատրաստի սնունդի վրա է դա լինելու Եթե դիտարկենք այս ոլորտները կոնկրետ, բանջարեղեն, հանքային ջուր, ծաղիկ, ձկնամթերք եւ ալկոհոլի որոշակի տեսակներ, այդտեղ պետք է նայենք նաեւ ձեռնարկությունն առ ձեռնարկություն, որովհետեւ ձեռնարկություն կարող է լինի, որի արտահանման գերակշիռ մասը 80% լինի Ռուսաստանում, բնականաբար նրանք խնդիրներ են ունենալու։ Ձեռնարկությունները ոնց են աշխատում։ Առաջին սկզբնապես նրանք ունենում են կանխիկի խնդիր, որովհետև չեն կարողանում իրենց ապրանքները վաճառել։ Կանխիկի խնդրից հետո նրանք ընկնում են արդեն վճարունակության խնդիրներ, եթե ունեն նաև վարկային պարտավորություն։ Դրա համար ձեռնարկությունն առ ձեռնարկություն պետք է նայել։ Օրինակ խմիչքի հետ կապված պետք է նայել օրինակ որ ձեռնարկությունը իր ծավալներից որտեղ է արտահանում։ Բայց մեր տվյալները, եթե ընդհանուր գլոբալ ենք նայում, սովորաբար պատրաստի սնունդը ու գյուղմթերքները հիմնական իրացման շուկան դա Ռուսաստանն է։ Եվ նաև մի բան էլ ավելացնեմ, հետո նաև մեր մյուս բանախոսին հնարավորություն տակ, տեսեք, մենք երբ որ նայում ենք մեկ ջուղի մասով, օրինակ Վոգելիս խմիչքները, մեզ թվում է, թե խնդիրը մենակ այդտեղ լինելու է այդ արտադրության կասեցումը, բայց դա ունի նաև հետևանքներ, այլ հետևանքներ, նույն այդ ձեռնարկությունը վճարում է հարկեր։ Սա պետք է հասկանանք։ Հենց նույն վերարտահանման մասով, եթե ուշադրություն եք դարձրել, մեզ մոտ Սամվել Ալեքսանյանի մոբայլ սենթերը համարվել է թիվ 1 հարկատուներից մեկը։ Գոնե այդ պահին վճարած հարկերով։ Այո, իսկ որովհետև ասենք նայում ենք մեկ ապրանքատեսակներ, օրինակ սարքեր, ապարատներ, այնտեղ հեռախոսներ, բավականին մեծ է արտահանումը դեպի մեկ արտադրող չեն, չէ՞, դա վերարտահանում է։ Եվ այդտեղից հարկեր է գրանցում, այսինքն օրինակը բերում եմ ուզում եմ շեշտեմ, որ այստեղ չպետք է նայել մենակ այդ արտադրանքի թողարկման ծավալները։ Երկրորդ ուղղությունը նաև որ ձեռնարկությունը կանգ է առնում, դա իր գնումներն է այլ ոլորտներից, օրինակ համար գյուղատնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտը։
Եվ այդտեղ, եթե նայենք ամեն դեպքում մեզ մոտ Ռուսաստանից կախվածությունը միայն առևտրային կապուղիներով, ես դեռ չեմ խոսում, ասենք տրանսֆերտները, գործունեային եկամուտները, ունենք նաև գազ, էլեկտրաէներգիայի հետ կապված բաները, միայն առևտրային բաներով որ մենք խոսենք 36-ից 40% մենք leverage, այսինքն ծածկույթ ունենք Ռուսաստանի հետ։ Բնականաբար դա առևտրի տեսանկյունից։ Մեծ մասը դա ներմուծումն է, բայց եթե վերցնենք, ասենք արտահանումը Ռուսաստանի հետ մենք ունենք 3 միլիարդ գումարած, նաև վերարտահանման մասերն է շուրջ 2 միլիարդ պետք է գումարենք, ասենք 5 միլիարդ դոլարի, իսկ մեր հնան 2025 թվականի տարեկան արդյունքը շուրջ 30 միլիարդ է եղել դոլարային առումով։ Հասկանում եք, այսինքն դա բավականին լուրջ ծավալ է եւ իհարկե հիմա անդրադառնամ մի քիչ տեսական եմ ասում, տեսականորեն, եթե մեկ ամսվա ընթացքում լիարժեք կտրում են այս պորտալները, դա բնականաբար բերելու է նաև լագային էֆեկտով, միանգամից դա մենք չենք զգալու ի դեպ, Արշալույս ջան, որովհետև տնտեսությունը օրգանիզմ է, հա, անցնելու են ամիսներ, մենք դրա ռեալ ազդեցությունը առնվազն 3-ից 6 ամսի հետո հասկացա։ Շնորհակալություն, պարոն Արամյան, պարոն Ֆանյան, տեսեք, այն ազդեցությունները կամ ուղղությունները կախվածությունը տնտեսության, որի հիմա տեսնում ենք եւ նյութականանում է որոշակի սահմանափակումների տեսքով, դրա կարելի ասել նախապատմությունը եղավ ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, երբ ոչ սովորական կերպով այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը մանրամասն խոսեց նրա մասին, թե ինչ Հայաստանը կախվածություն ունի եւ մոտավորապես ասած ինչ ազդեցության լծակներ ունի Ռուսաստանը, խոսելով էներգետիկայի մասին եւ խոսելով գյուղմթերքի մասին կոնկրետ թվերով, հա, որքան գյուղմթերքի հայկական Հայաստանից սպառվում Ռուսաստանում։ Եվ եթե հաշվի առնենք հələ միայն գյուղմթերքը, հա, պարոն Արամյանը խոսեց ազդեցության մասին։ Նախ այդ մասով ձեր կարծիքը եւ նաեւ հակաքայլերի մասով, ի նկատի ունեմ Հայաստանի քայլերի մասով, ինչ կարող է անել Հայաստան պետությունը մեղմելու համար այդ ազդեցությունները։ Բնականաբար համաձայն եմ պարոն Արամյանի հետ կապված թե ինչ ժամկետում կտևի այդ ազդեցությունը կարող է կրիտիկական լինել, հատկապես հաշվի առնելով առաջիկա 2 ամիսները, պտուղ բանջարեղենի եւ մասնավորապես իրենի արտահանման հիմնական սեզոնին է համընկնում, դա կարող է խնդիր լինել, բայց ըստ իս սա նախընտրական որոշակի տրամադրությունների վրա ազդելու միջոց է Հայաստանում եւ ամենայն հավանականությամբ արդեն միջև հուլիս կարող ենք մենք տեսնել, որ այս իրավիճակը, այսինքն հենց որ սկսում է Իրանի ամենաակտիվ արտահանման շրջանը, հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, այս իրավիճակը որևէ ձև կարգավորվի, մենք այսինքն նոր քաղաքական իրավիճակում արդեն նոր պայմանավորվածություններ կամ կարգավորվի։ Եվ նաև ՍԱՏՄ-ն հայտարարություն տարածեց, որ Ռոսսելխոզնadzորի ներկայացուցիչները արդեն Հայաստանում են տարբեր ձեռնարկություններում համատեղ տեսչական այցեր են իրականացնում, որպեսզի որակի համապատասխանության վրա վստահ լինեն նաև ռուս գործընկերները։ Մենք խոսեցինք տարբեր ապրանքների մասին, իրականում մի շարք ապրանքներ կան, որտեղ մենք առավել խոցել ենք։ Օրինակ ձկնամթերքի արտահանումը, մեր արտահանման շուրջ 90%-ից ավելին բաժին անկնում Ռուսաստանին, կոնյակի դեպքում 80 քանի տոկոսից ավելին, գինու 78%, ծիրանի թարմ պտուղ բանջարեղենի դեպքում 90% եւ ավել բաժին անկնում Ռուսաստանին։ Եվ օրինակ եթե նայում ենք ապրանք առ ապրանք, որոշակի առանձնահատկություններ կան ամեն ոլորտում։ Օրինակ նույն կոնյակի ոլորտում մենք բոլորս տեղյակ ենք, որ որոշակի նաև վերարտանում այդ ոլորտում է լինում, երբ որ ներմուծում ենք սպիրտ, հետո հայկական կոնյակի ավանդակ վերարտանվում է, այսինքն առաջին հենց թիրախը դա է լինելու, հա, երբ որ սահմանափակվի մեր ձեռնարկությունները արտահանումը, առաջինը այդ մեր ներմուծումը նաև Վրաստանից, այդ թվում այլ երկրներից Իսպանիայից սահմանափակվելու է։ Մնացած ապրանքների դեպքում էլ այդ առանձնահատկությունները կան։ Ինչ վերաբերում է հնարավոր քայլերին, որ կարող ենք ձեռնարկել, մենք հիմա այս պահին Access վերլուծական կենտրոնն ուսումնասիրություն է կատարում Մոլդովայի փորձի մասով, երբ որ Ռուսաստանը 2 անգամ, մեկ 2006 թվականին, մեկ 2013 թվականին Մոլդովայի արտադրության կոնյակի եւ գինու վրա սահմանափակումներ դրել, 2013 թվականին Եվրամիությունը մի ամբողջ փաթեթ էր մշակել, ինչպես կարելի է փրկել մոլդովական խաղաղագործները, գիտենք, Մոլդովայի տնտեսության համար այդ արժեշտության բավականին լուրջ նշանակություն ունի։ Սկսած նրանից, որ մաքսատուրքը ուղղակի հանել էին մոլդովական
տվյալ գինների համար եւ այլ ապրանքների համար եւս ավելի բարենպաստ մեղմ ռեժիմ էին սահմանել, որ կարողանան ներմուծել սկանդինավյան երկրները, Շվեդիան օրինակ մոնոպսոնիկ շուկա ունի ալկոհոլի ոլորտում բարենպաստ պայմաններով փորձել էր աջակցել մոնոպոլիա է պետական այո։ Եվ այս առումով Հայաստանը մի քանի քայլեր ունի իրականացնելու։ Եթե կարճաժամկետում խոսենք, մենք ունենք որոշակի, այսպես ասած, գործիքներ, որոնք հակադարձումը տարբերաշրջան կարող լինի։ Սկսած նրանից Օրինակ կարծիքները հնչում, որ ԵԱՏՄ-ում քվեարկության, կարող ենք մեր ձայնով բլոկավորել, օրինակ այդ նույն այսօր քննարկվելու է Հայաստանի դեպ թեման Աստանայում, եթե չեմ սխալվում, տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ։ Այդ պրակտիկան բավականին լավ գործում է Եվրամիության երկրներում, երբ որ օրինակ փոքր երկրներ, ինչպիսին են Սլովակիան, Հունգարիան, ազդում էին ընդհանուր Եվրամիության որոշումների վրա։ Հիմա այդ գործիքակազմ ունենք, վերջացած նրանից մենք մի քանի օր առաջ հաշվարկել ենք, օրինակ գազի մասով, եթե գինը այս պահին փաստացի գործող $174, գիտեք 165-ը 7900 կիլոկալորիա բանի համար 177 եթե սարքենք բան դառնում է 174 եւ ավել, եթե սարքում ենք 350, մոտորապես ծախսը մեր այսպես ասած տնտեսության վրա լինում է 400 միլիոն $։ Հիմա դա ամենակրիտիկականն է, եւ 2013 թվականի դեկտեմբերին կնքված այդ երկու համաձայնագրերը, որով մեկով փոխանցում էր Գազպրոմին 20% բաժնետոմսերը եւ նաեւ բավականին խիստ պահանջներ կային ենթակառուցվածքի օգտագործման եւ այդ համաձայնագրով ըստ Գազպրոմին բավականին լուրջ արտոնություններ էր տրվում։ Մենք ուսումնասիրել ենք նույնիսկ այն որ սուվերենության մասին խոսում ենք, շատ հաճախ ես զարմանում եմ, որ Սահմանադրական դատարանն այդպիսի այդ համաձայնագրին հավանություն է տվել, հա։ Եվ երկրորդը, որ մեր գազի գինը կապված էր Օրենբուրգի, հա, գազի հետ։ Եթե այս երկու համաձայնագրերը մենք փորձում ենք նաև հակադրություն դրան օրինակ առաջ բերել 1995 թվականին։ Սա երկու ծայրահեղ, ամենա այսպես ասած մեր համար քիչ վտանգավորը ԵԱՏՄ-ին ուղղակի սահմանափակելն է քվեարկությունը եւ ամենա այսպես ասած կրիտիկական քայլը կարող լինի այն, որ մենք 102-րդ ռազմաբազայի համար մենք ինքներս պահանջենք որոշակի վճար։ Գազի մասին դեռ կխոսենք, պարոն Ֆանյան, եւ էներգետիկ բլոկի մասին, որովհետեւ դա եւս շատ կարեւոր բլոկ է, դրա վերաբերյալ եւս կան կոշտ հայտարարություններ եւ սպառնալիքներ, ընդհանուր կարելի ասել, որ կարող է գազի գինը վերափոխվել եւ շուկայական դառնալ։ Բայց ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք գյուղմթերքի մասը, հա, որ հիմնականում ռուսական շուկայում է սպառվում, ինչ ընդհանուր ծավալով, ինչ ուրեմն գումարի մասին է խոսքը, որ դա պետք է պետությունը ինչ որ մի ձև դրան ռեակցիա տա կամ վերաուղի այլ շուկաներ այդ ապրանքները կամ գոնե սկզբի համար այդ արտադրողներին որոշակի սուբսիդիաներ տրամադրի, մինչև որ կարողանա տնտեսությունը հարմարվել։ Նախ եթե կառավարության քայլերի մասին խոսենք, դեռ 2023-ից 24-ից այնպես չի, որ մենք չգիտենք, հա, որ այսպեսի կենտրոնացվածություն ունենք։ Բայց այն քայլերը, որ իրականացում են դիվերսիֆիկացման ուղղությամբ, դրանք բավարար գնահատել հնարավոր չի։ Ընդունվել է արտանման ռազմավարական ծրագիր, ինչ քայլեր են իրականացվել այդ ռազմավարական ծրագրով։ Արդյունքները բավարար չեն։ Հիմա եթե փորձենք գնահատական, հա, այսպես ասած դրամային արժեքով գնահատական տանք, ինքը կազմում է տարբեր էլի կախված ինչ սեզոնով կլինի եւ այլն, մոտորապես $400 միլիոն խոսքը գնում է մինչև $800 միլիոն։ Այս ապրանքները, որ այս բանը քննարկվում է։ Գյուղմթերք, կոնյակ, ձկնամթերք եւ այլն եւ այլն վերամշակող այո, գյուղմթերք։ Այդ մասին է խոսքը գնում, կառավարությունը իրականում ամբողջովին այդ ծախսերը փոխհատուցելու հնարավորությունը շատ սահմանափակ են։ Օրինակ մեր գործարարները մի շատ հետաքրքիր, այսպես ասած, սեգմենտ էին գտել, երբ որ ռուսական ներմուծողների հնարավորությունները սահմանափակվել էին Ալցմայերի ծաղիկների բորսայում, նույնիսկ Պայկան եւ այլ խոշոր ընկերությունները սկսեցին իրենց արտադրությունը, ջերմոցային արտադրությունը փոխանցել ծաղիկների, ոչ թե արտադրում են լոլիկ, այլ սկսեցին ծաղիկ արտահանել, եւ դա նույնպես հիմա սահմանափակվեց, հա։ Հիմա այս իրավիճակում կամ մեր տնտեսվարողները պետք է ավելի մեծ ճկունություն ցուցաբերեն, օրինակ ծաղիկները այլ երկրներ արտահանելու ուղղությամբ, եթե օրինակ քենիական ծաղիկներ ունեցել եմ ասելու, քենիական կամ էկվադորյան արտադրանքը եթե գալիս է հասնում է Հոլանդիա, հայկականը հաստատ կարող է հասնել եւ տրանսպորտային ծախսերը առնվազն կամ համադրելի են կամ ավելի քիչ, եթե Էկվադորի հետ ենք համատում, որակը ենթադրում եմ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ եւ վերցնենք, այնտեղ կա նաեւ հեղինակային իրավունքի խնդիր, որտեղ այդ ծաղիկի սորտերը օգտագործելու հետ կապված ռոյալթիներ պետք է վճարվեն։ Այսինքն որոշակի ծախս կարող լինի, բայց մեր տնտեսվարողները արդեն իսկ պետք է մտածեն դիվերսիֆիկացման մասին։ Պետության աջակցությունը կարող է լինել, բայց պետությունը իր ռեսուրսներն է հասկացա։ Տեսեք, հիմա մի քանի դիտարկում անեմ, Աշխոհ ջան։ Նախ լիարժեք կիսում եմ
Գիտեք, չեք գտնի մեկ տնտեսագետի, որ ասի դիվերսիֆիկացիա լավ չի։ Ինչքան դու դիվերսիֆիկացված ես, այնքան ավելի քիչ կախվածություն ես եւ քիչ խոցելի ես, սա առաջինը։ Երկրորդը դիվերսիֆիկացիան Հայկ Ասֆանյանը արդեն ասեց, դա միայն խոսքերով չի, դա պետք է գործողություններ անես, ընդ որում քո գործիքակազմը պետք է շատ հստակ, նպատակային եւ թիրախային լինի, որպեսզի արդյունավետ լինի։ Դա միայն ասենք հենց այնպես սուբսիդիա տալն չի, որովհետեւ սուբսիդիա տալն էլ դա ասեղի վրա է նստածում քո տնտեսվարողն, այսինքն դու պետք է ունենաս նաև exit strategy, դուրս գալու ստրատեգիա, որ քո տնտեսվարողը ժամանակավոր տրանզիտային անցումային ինչ-որ իրավիճակում պետք է լինենք նաև իրատեսական։ Այ խնդիրը ինչի մեջ է։ Մենք սկզբում, ասենք, այն աղբյուրից, որտեղից որ մենք սնվում ենք, դրան ապտակում ենք, հետո մտածում ենք հետևանքների վրա։ Սա սխալ մոտեցում է։ Սկզբում պետք է դու քո տնային աշխատանքները կատարես, հետո մտածես, որ քո այդ աղբյուրից կամաց-կամաց ոնց ես դուրս գալու, որպեսզի մեզ ունկնդրողները լսեն, դա նույնն է, երբ որ ենթենք քո գործատուն, այսպես այս սոցիալական վիճակը այդ ընկերությունում այդքան լավ չի, դու մտածում ես քո գործը փոխելու կամ ենթենք այլ լրացուցիչ աղբյուրներ եկամուտներ ստեղծելու։ Միջև քո ղեկավարին ապտակելը կամ գործատուին ապտակելը պետք է դու այլ տեղեր դիմես, CV-ներ կամ քո հնարավորությունների վրա, այո, դու պետք է քո կարողությունները ուժեղացնես, հետո նոր գնաս, այս գիտես ինչ կա, ես այլ տեղեր էլ ունեմ։ Այդ դեպքում դու կունենաս ավելի փորձը ցույց է տալի, որ ամենավերջին մինչև ճգնաժամերը չեն հասունանում, չեմ մտածում դիվերսիֆիկացիայի մասին շատ վատ բանը, դա նշանակում է, ասենք, դու կարճատես ես, դու երկարաժամկետ ստրատեգիաներ չունես։ Եվ ամենակարևորը, արշալույս, մինչև սկսելը, գիտեք, ես ձեզ հետ խոսում էի, գոյություն ունի Ջիմավատ պրոֆեսոր, որը որ միացյալ Նյու Յորքի Stern Business School-ի պրոֆեսոր, նա մոտ 3-4 հատ գիրք ունի այս արտաքին առևտրաշրջան, արտաքին առևտրային քաղաքականության մասով գնաց եւ մոտ 100 հատ վերլուծություններ։ Շատ լավ մի հատ գործիք է ստեղծել, Cage Distance է կոչվում, այսինքն ինքը ասում է թե առևտուր դու ում հետ կանես եւ ոչ միայն ֆիզիկական հեռավորությունն է կարեւոր, հա, ոնց որ գրավիտացիոն մոդելները տալիս, այլ նաեւ կան ավելացրել են նա ֆանտաստիկ լավ գործիքը 3 լացիչ հեռավորություններ եւ դա վերածել է կիլոմետրի, որպեսզի համադրի հասկանալի լինի, հա։ Դա քեզ մոտ քո ադմինիստրատիվն է, քո իրավունքը, քո ինստիտուտները, ընդհանուր տնտեսական գոտում կամ դրամական գոտում լինելը եւ այլ եւ այլը։ Երկրորդը մշակութայինն է, լեզվի բարիերներ, ժամային տարբեր գոտիներում գտնվելը, ենթարկի մշակույթը, սպառողների հոգեբանությունը, կրոն եւ այլը, հա։ Տնտեսականը, թե դու տնտեսական առումով որքան ես մոտարկված եւ երրորդն ու չորրորդը բնականաբար այդ ֆիզիկական հեռավորությունն է։ Ես ուզում եմ հիմա ձեզ ես գալուց առաջ հանել է, ես թվերը ձեզ հնչեցնում, օրինակ ինչ է նշանակում։ Եվ բացատրեմ ինչ է։ Եթե դու վերցնում ես միայն ֆիզիկական հեռավորությունը, դա ամբողջական պատկեր չի տալի, հա, որովհետեւ կարող է ենթադրենք դու ունենաս հարևան պետություն, բայց ամեն դեպքում առևտուր չանես դրա հետ, հա, եւ ունենաս մի փոքր ավել մենք ու Վրաստանը շատ թույլ է մեր երկկողմանի առևտուրը, կարող է ունենաս ավելի, որովհետեւ Վրաստանի հետ ԵԱՏՄ գոտում չեն։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե ԵԱՏՄ գոտում ունենք կամ ասենք տնտեսական գոտիներ, նման առևտրի, բայց նաեւ նման տնտեսություններ են, ես թվում է նաեւ դա է։ Նման տնտեսություններ իրար բան չունենք տալու։ Թույլ տվեք ավարտեմ։ Միայն դա չէ։ Կամ օրինակ Վրաստանի տնտեսությունը փոքր է։ Հենց դա էլ տնտեսական քո գործիքն է, որը Ջիմավատը հաշվի է առել, հա։ Եվ այս ամբողջը, երբ որ դու դնում ես իրար կողքի, ինքը հստակ ուղղություն է տալի։ Ջիմավատի այդ գործիքը հնարավորություն է տալի, ասել թե դու որտեղ ավելի հեշտությամբ կմտնես։ Տեսեք, օրինակ, հանել եմ Ռուսաստանի հետ հեռավորությունը, ֆիզիկական հեռավորությունը շուրջ 2000 կիլոմետր է։ Բայց երբ որ մենք հաշվի ենք առնում, մենք նաև այլ մշակույթ, ադմինիստրատիվ եւ տնտեսական այս դիստանցիան կրճատվում է, ընկնում է 1598-ի։ Այսինքն այստեղ մեր տնտեսվարողները շատ ավելի հեշտությամբ կմտնեն, քան թե այլ երկրներ։ Երբ որ նայում ենք օրինակի համար Արաբական Էմիրությունները, ուղղակի հեռավորությունը 1966 է, բայց երբ որ հաշվի ես առնում նաև մնացածը 2577 է, այսինքն այնտեղ կա մշակութային բարիերներ, այնտեղ կա տնտեսական բարիերներ։ Ես նայել եմ նաև ԵՄ երկրները, ԵՄ երկրներում մեզ մոտ գրեթե բոլորի հետ մեզ մոտ ֆիզիկական դիստանցիան եւ քայջ դիստանսը հոգուտ ֆիզիկական դիստանսիա։ Իսկ Իրանի հետ ինչպես է կա։ Իրանի հետ մեզ մոտ էլի լավանում է, տեսեք, Իրանը ես եթե չեմ սխալվում, ուրեմն
909 կիլոմետր է եւ 612 է դառնում։ Ես եթե կարելի արձագանքեմ։ Համեցեք վերջացրու։ Վերջին ամփոփելը գիտեք ինչ է Հայկ Ասֆանյանի առաջի ասածը։ Նախ առաջինը գործիքակազմը պետք է ունենաս նախապես։ Երկրորդը ես դրան լրացնում եմ, ասում եմ դա դու տնային աշխատանքը տարա քո տնտեսվարողներին պատրաստի, որովհետև հեշտ չի լինելու։ Սա առաջի արձագանքն է տալի, որ այլ շուկաներ մտնելը այդքան հեշտ գործ չի։ Դա պետքա դու հստակ ունենաս եւ միայն արտաքին արտանման ռազմավարությունը բավարար չէ։ Դու պետքա կիրառես դա։ Խնդրեմ։ Մի հարց ընդհանուր տամ, հետո պարոն Ֆանյան, նաև դուք ձեր խոսքի մեջ անդրադարձեք, հա, հետո պարոն Արամյանը։ Խոսվեց նաև դրա մասին, այլընտրանքների մասին, հա։ Եվրոպական միությունն է սովորաբար դիտարկվում, այսպես Ռուսաստանին այլընտրանք շուկա։ Պարոն Պապոյանը, էկոնոմիկայի նախարարը հունվար-ապրիլի տվյալներ հրապարակել վերջերս Facebook-յան իր էջում, որ Հայաստանից ԵՄ արտահանում աճել է 97%-ով, կազմելով $355 միլիոն։ Կարող է Եվրոպական միությունը կամ այլ շուկաներ իսկապես այլընտրանք լինեն արագ վերաուղղելու համար այս ապրանքները, թե չեն կարող։ Ես եթե ուղիղ պատասխանեմ, կարծում եմ արագ վերաուղղելու հնարավորությունները սահմանափակված են, մասնավորապես եթե Ռուսաստան մենք տանում ենք հիմնականում սպառողական ապրանքներ, իսկ օրինակ Եվրամիություն կարող պղինձ ենք արտահանում կամ ոսկի ենք արտահանում եւ դրանով է աճը պայմանավորված, այն ապրանքների ցանկը, որ մենք արտահանում ենք Ռուսաստան, արագ տեղափոխել ԵՄ, դա բավականին մեծ խնդրահարույց է լինելու եւ եթե մենք պատկերացնում ենք, որ 1 տարում նույնիսկ ԵՄ աջակցությամբ, նույնիսկ լավագույն մեր ջանքը ներդնելով դա հնարավոր չի լինի։ Դա որոշակի ժամանակ է պահանջում դրա համար ես որոշակի այսպես ասած հույսեր եմ փայփայում ամեն դեպքում հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայաստանի տրանզիտային հնարավորությունների զարգացման ուղղությամբ, որ օրինակ մեր համար շուկա է բացում նույն Լիբանանում, ճիշտ է, ինչքան էլ այսպես ասած վատ վիճակում են գտնվում, մենք ունենք դիասպորա եւ հաճախ արտահանման համար է դիասպորան շատ կայուն հիմք է հանդիսանում։ Նույնը Սիրիայում է ամեն ինչ որ կայուն շուկա այդ բային լինում։ Այդ թվում նաեւ Իրաք, մենք ունենք այս բային բավականին մեծ, այդ թվում նաեւ ծխախոտի արտահանում Իրաք, բայց եթե մեր այսպես ասած հայ-թուրքական սահմանը բացվի, ավելի կարճ ճանապարհով մենք կարանք Քուրդիստանի այդ հատված արտահանումը կազմակերպել։ Իսկ այս տարբերակը, որ վարչապետները երեք խոսում նրա մասին, որ կար սախալ քաղաք երկաթուղին է բացվել եւ ինչ որ նոր հնարավորություն է սա, իսկապես հնարավորություն է, թե պետք չի մեծ հույսեր ունենալ։ Որոշակի հնարավորություններ ինքը տալիս է։ Մենք այս բային մեկ զուգահեռ մի այլ ծրագրով նաեւ ուսումնասիրում ենք Թուրքիայի տրանզիտային նշանակությունը Հայաստանի համար, մասնավորապես Մերսին նավահանգստի, որը Միջերկրածովյան խոշոր նավահանգիստ է, եւ Սամսուն նավահանգիստը, գիտեք, Տրապիզոնը մեզ ավելի մոտ է, բայց Տրապիզոնի հնարավորությունները բավականին սահմանափակ են։ Ինքը կարող է հանդիսանալ, օրինակ նույն ավտոմեքենաներ, հա, ներմուծելուց, եւ որ գալիս են, ստիպված են խոշոր այդ օվկիանոսային նավերը նախ լինում է, որ տեղափոխեն ավելի փոքր նավերի վրա, որ Բոսֆոր դարդանել, նեղուցը կարողանան անցնել, նույն օրինակ մեր ապրանքների մուլտիմոդալ է ստացվում։ Այո, մեր ապրանքների արտահանման նպատակով, ասենք պղինձը մենք այսօր արտահանում ենք փոթիով, եթե բացվում է նաև այս հնարավորությունը, հնարավոր կլինի միանգամից Վրաստանի տարածքով տանել Մերսին, հետո Մերսինից արդեն Սուեզի ջրանցքով տանել Չինաստան, որը մեր տնտեսվարողների ծախսերը տրանսպորտային որոշակի կնվազեցնի։ Հիմա եթե խոսենք, ես ձեր թույլտվությամբ արձագանքեմ նաև պարոն Արամյանի նշած ցուցանիշին, պարոն Արամյան, արտահանման ռազմավարական ծրագիրը մշակելուց իրականում մենք փորձել ենք ինդեքս մշակել, որով սկսած, այսպես ասած, մշակութային մոտիկությունը վերջացրած տարբեր այլ գործոններով համատեղել եւ դրա միջոցով նույնականացնել են երկրները, որը Հայաստանի համար հետաքրքիր կլինեն։ Նմանապես Հարվարդի համալսարանում այդ մրցակցության ատլաս կոչվածը, որը նաև Hausmann-ն է մշակել, վստահ եմ, որ տեղյակ եք, փորձել ենք այդ ամեն ինչը օգտագործել, բայց ինչպես ճիշտ նշեցիք, միայն ռազմավարական ծրագիր ունենալը դա, չգիտեմ, աշխատանքի կարող է 20%-ն է, շատ կարևոր է ջանքերը կենտրոնացնել նաև իրականացման ուղղությամբ, եւ որ մենք նայում ենք այս բյուջեում, հա, ինչքան գումարասահմանված եւ տեսնում ենք, որ ինչ վիճակա մենք հասկանում ենք, որ այդտեղ ուղղակի մենք խնդիր ունենք ռեալ։ Իսկն իրացման դաշտում, իրականացման դաշտում։ Իրականացման, ռազմավարական ծրագրի իրականացման դաշտում։ Ինչ որ ասում է Հայկ Ասֆանյանը, ես միանշանակ ասում եմ, քանի անգամ դրա մասին ասում եմ, որովհետեւ գիտեք, մեկ այլ բան է, երբ որ դու հայտարարում ես, մեկ այլ բան է, որ պրակտիկ անում ես, եւ մի քանի անգամ ասում եմ, լսեք, աշխարհում չեք գտնի օրինակի համար փոքր բաց երկրի կառավարություն, որը չասի, որ իմ հիմնական ստրատեգիական ուղղությունը արտահանման միտված քաղաքականությունն է։ Բայց պետք է մենք մի հատ նայենք օրինակ ըստ
քո բյուջետային ծախսերը համապատասխանում է դրան, թե չէ։ Եվ բարձ մի հատ օրինակ է բերել, քո, ասենք, եկամտային հարկի հետ վերադարձը, որով որ մենք խոսում ենք, ասենք 100 միլիարդից ավել գնում է իրականում տարբեր խողովակներով ոչ արտահանելի հատվածին։ Որքան է գնում օրինակի համար արտահանելի հատվածին։ Դրա համեմատ, ասենք, անգամներով ավելի ցածր։ Իսկ եթե բնակարանները դրսից են առնում, դա արտահանելի հատված է։ Գիտեք, դա ընդհանրապես, եթե գնեցիր այդ բնակարանը, դա քեզ մոտ երկարաժամկետ սպառման ապրանքը, եթե դու տուրիզմի գերազանցության կենտրոն չես, որտեղ ինքը քո հնայի ստեղծման ապակա։ Իհարկե, իսկ այդ մասով մենք ցուցանիշներ ունենք, տեսեք, մեզ մոտ, ասենք, տուրիզմի առումով սալդոն շուրջ 386 միլիոն դոլար է։ Հա, այսինքն դա քո ընդհանուր հնայի 1%-ն է ընդհանուր կազմում։ Այսինքն դու դրանով հավակնես, որ 25 թվականի ցուցանիշներն եմ հնչեցնում, այսինքն հավակնես, որ այդ բնակարանը քեզ մոտ քո տնտեսական կյանքին մասնակցելու է, դա ճիշտ չէ, մեղմ ասած, էլի դրա համար դու այդ տեսանկյունից պետք է նայես, ասենք, ո՞րն է քո արտահանելի հատված, այն ինչ որ կարող ես դու մատուցես ոչ ռեզիդենտի։ Պարոն Արամյան, իսկ եթե հիմա քանի որ Պանֆանյանը խոսեց, Թուրքիայի հետ սահմանի բացման մասին է խոսում։ Թուրքիան որպես բացի տրանզիտային հնարավորություններից, Թուրքիան որպես տնտեսություն, որպես շուկա 90 միլիոնի մասին է խոսքը։ Մեզ համար կարող է որոշակի այլընտրանք լինել ռուսական ուղղությանը, թե ոչ։ Մենք պետք է հաշվառումների տեսեք, դիվերսիֆիկացիայի տեսանկյունից Թուրքիան ավելի դիվերսիֆիկացած տնտեսություն ունի, քան Ռուսաստանը, որտեղ այստեղ դու պետք է հաշվի առնես օրինակի համար եւ շուկայի մեծությունը եւ ինչ է նա արտանում, որտեղ փոխադարձ առևտուր է լինելու։ Եվ այդ տեսանկյունից այստեղ ունենք լավ եւ վատ լուր։ Լավ լուրը նա է, որ սահմանների բացումը միշտ էլ օգուտ է։ Դա ես չեմ հիշում որևիցե նախագահ, սկսած առաջին նախագահից մինչև ասենք երրորդ նախագահ, որ ջանքին չեն գործադրել, որ այս սահմանները բացվի։ Դա մտնելումս պահենք։ Երկրորդը, երբ որ սահմանները բացում են, ես միշտ ասում, դա այդ process-ը պետք է լինի կառավարելի, որովհետև երկուստ եք դու առավելություն ես ունենալու մուտք դեպի ենթակառուցվածքները, ընդ որում ենթակառուցվածքներից բացի պետք է մենք մի հատ հասկանանք յուրաքանչյուր ենթակառուցվածքների թողունակության մասը, ինչը որ պարոն Ֆանյանը ասեց, հա, օրինակի համար Samsung-ը ավելի շատ թողունակություն կարող է մեզ տալ, քան թե օրինակի համար տրապիզոնը։ Սա էլ պետք է, որովհետև ճանապարհներն էլ թե ոնց են, պատկերացեք քո հյուսիս-հարավ ճանապարհը, ենթադրենք 4 գծանոց յուրաքանչյուր կողմից գնում է կպնում է Վրաստանը եւ Վրաստանից այնտեղ ընդամենը 2 գծանոց ճանապարհ է։ Դա արդեն թողունակության լուրջ խնդիր է առաջանում։ Սա պետք է եւս հաշվի առնենք։ Բայց ամենակարևորը թուրքական ապրանքներն էլ են մտնելու մեր շուկա, դա էլ պետք է հաշվի առնենք, որովհետեւ որոշակի եթե իրենց գյուղմթերքները երևի ավելի ու ճանապարհներով են գալ։ Դա համար այդտեղ պետք է մենք անպայման ունենանք գործիքակազմ, կախված նրանից, թե հեռանկարում առաջիկա 5 տարում կամ 10 տարում մենք ինչ մրցակցային առավելություն ունենք եւ որտեղ ունենք։ Գյուղատնտեսությունը մի բան էլ ասեմ եւ ավարտեմ, գյուղատնտեսությունը տրադիցիոն աշխարհի բոլոր երկրներում համարվում է խիստ սուբսիդավորված երկիր։ Օրինակ Տրամպի ադմինիստրացիան, եթե նայեք 2024-25 թվականներին, ավելի շատ 25 թվականներին այնտեղ կան տարբեր տեսակի ծրագրային, ոչ ծրագրային սուբսիդիաները մոտավորապես կրկնապատկել է։ Հասկանում եք, ամբողջ աշխարհն է գնում դրան։ Դրա համար այդտեղ գյուղատնտեսության մասով, պարենի մասով, անվտանգության հարց կա, պետք է անպայման ունենաս դու ռազմավարություն։ Թուրքիան կարող է լինել շուկա մեզ համար, թե ոչ։ Իրականում Թուրքիայի տնտեսության մասին որ խոսում ենք, այնտեղ կա բավականին լուրջ տարածքային անհամաչափ զարգացում, մասնավորապես այն շրջանները, որոնք հարավում են Հայաստանին, Իգդիր, Կարս, Արդվին, հա, Արդվինը շատ ավելի վատ այնտեղ տնտեսական իրավիճակը եւ այն մրցունակության տեսանկյունից ես ասում եմ մեզ հետ սահմանակցող ավելի թույլ զարգացող են եւ եթե օրինակ համադրություն անենք օրինակ մեր նոյեմբերյանից մարդկանց ավելի ձեռնտու է գնալ Թբիլիսից առևտուր անել, քան թե գալ Երևան։ Նույնը եթե օրինակ ինչ որ մի պայի բացվի այդ ոնց որ բանը լինի, մարդկանց համար նպատակարում արելնելու, չգիտեմ, ավելի մոտիկ գալ Երևանից առևտուր անել, քան թե գնալ Անկարա, հա, որ պատիկներով ավելի հեռու է, օրինակ Իգդիրից ճանապարհը։ Բայց այդուհանդերձ կան ապրանքներ, որ այդ ապրանքները կարող են բավականին լուրջ մրցունակություն ունենալ թուրքական շուկայում։ Դրանցից ամենաառաջինը եւ եթե հաջողվի ոչ տարանցիկ ճանապարհով կամ գոնե ուղղակի արտանել, դա էլեկտրաէներգիան է։ Եվ էլեկտրաէներգիան ինքը կարող է հանդիսանալ, մենք ունենք ավելցուկային հզորություններ, գիտեք, եւ այս բանը մեր արևային էներգետիկայի ոլորտում նույնիսկ տնտեսավարողները խնդիր ունեն, որովհետեւ ցանցը չի ընդունում, ստիպված են անջատել, հնարավորություն կլինի որոշակի արտանում անել, սա դրական կարող է անդրադառնալ։
Մյուս ապրանքը, եթե խոսենք, մենք կարծում ենք ամեն դեպքում հնարավորություն կա ալյումինի փայլատի թեղի մասով։ Նույն Թուրքիան ինքը արտադրում է, ներմուծում է եւ մենք նայել ենք նախնական փայլատի թեղի հաստությունը այնպեսին է, որ թուրքական շուկայի համար հետաքրքրություն է ներկայացնում։ Երրորդ ապրանքները, այսպես ասած, ոգելից խմիչքներին է վերաբերում։ Թուրքական շուկայում նաեւ պայմանավորված իրենց մահմեդական ոնց որ կրոնական առանձնահատկություններով, բայց նաեւ սպառման տեմպերով, որտեղ աշխարհիկ երկիր է ամեն դեպքում բավական դուրս տուրիստական, այսպես ասած, հոսքեր ունի, որոնք ունեն իրենց նախասիրությունները all inclusive, հա, հետ նաև ալկոհոլը ներառյալ, այդ նաև ռուս զբոսաշրջիկների առումով, որոնց համար մեր խմիչքները, այսպես ասած, ծանոթ են, հա, ասենք, եթե պայմանական Անտալիայի հյուրանոցում դրվի հայկական կոնյակ, ռուս զբոսաշրջիկին ծանոթ է, այդ ամեն ինչը, իսկ նրանք բավական լուրջ Ուկրաինայից, նաև Ռուսաստանից մեծ զբոսաշրջիկներ ունեն, Ղազախստանից, Ադրբեջանից։ Այս առումով կարող է հանդիսանալ գյուղատնտեսական ապրանքների մասով։ Կան ապրանքներ, մենք օրինակ մի քանի տարի առաջ ուսումնասիրել ենք, հա, ապրանքի գները Կարսում, նույն եւ օրինակ ապրանքի գինը Երևանում, որտեղ տրանսպորտային հեռավորությունը շատ քիչ է, հարկերով այսպեսի բան, կան ապրանքներ, որոնց գծով մենք առավելություն ունենք, բայց նաեւ գյուղատնտեսական ապրանքների համար մեծ կարևորություն ունի սեզոնայնությունը։ Ասենք կարող լինի սեզոնի ինչ որ մի պահ, որ մենք ավելի շուտ մտցնենք իրանց շուկա, դա ունենանք մրցունակություն եւ հակառակը իրան կարող են ավելի շուտ բերել, սա ավելի միկրո մակարդակի ուսումնասիրության կարիք ունի։ Ես ներողություն բան ասեմ, գիտեք, այս ամեն ինչի մասով մենք խոսում ենք, բայց շատ կարևոր է նաև, ասենք, իրականում քաղաքական կոնյունկտուրան, որովհետև այս տեսանկյունից տեսեք, տնտեսական միշտ մենք խոսում ենք այլ հավասար պայմաններում, այո, մենք տնտեսագետ ենք, բայց կյանքը այդպեսին է, հասկանում եք, օրինակ, եթե դուք նայեք միավորումները, ոնց են ձևառում, քաղաքական տեսակետների հիման վրա են, օրինակ համար 3 էր, թե 3 չէ առաջ օրը հատկապես որ Թուրքիան մեր Արևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հետ կապված ինքը վերապահումներ է ներկայացրել եւ կարող է ցանկացած մաքսատուր կիրառել մեր նկատմամբ։ Ընդ որում ես ասեմ, սահմանը, որը որ փակել է Թուրքիան, դա իր սահմանը չէ, դա Եվրոմիության մաքսային սահմանն է։ Եվ այս ամենը մենք անդադ խոսում ենք տնտեսական բանում, բայց նայում ենք հարցի գինը, մոռանում ենք հարցի գնի մասին, որովհետև Թուրքիայի այս ամբողջ գործողությունները ամբողջապես կապվում է Ադրբեջանի հետ։ Այստեղ ես կանգ առեմ, չեմ ուզում խորացնել քաղաքական բաները, բայց սա անպայման շատ կարևոր մաս է։ Շատ լավ։ Մյուս խնդիրը, որը էլի քաղաքական դաշտից է գալիս եւ դրա մասին մոտավորապես մի 10 րոպե ձեզ հետ կզրուցենք ու դրանով կսահմանափակվենք, դա գազի հետ կապված էներգակիրների հետ կապված խնդիրն է, գազի հետ կապված գրեթե 85% կախվածություն ունենք Ռուսաստանից եւ մնացած գազն էլ, որ Իրանից է գալիս, էլի գալիս է այն ենթակառուցվածքներով, որը պատկանում է ռուսական Գազպրոմ ընկերությանը եւ կարելի է ասել այդ առումով հատկապես ներքին տեղաբաշխման տեսանկյունից մենք տոտալ կախվածություն ունենք ռուսական կողմից եւ դրա մասին էլի Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ապրիլի 1-ին կոնկրետ նշեց գինը, դուք ստանում եք $177, բարձր դա սահմանին ենք ստանում, վերջնական սպառող ավելի բարձր գնով է ստանում Հայաստանում, բայց ակնարկեց $600 մասին, որ այս պահին Եվրոպայում ներկայումս 550, չգիտեմ 450 եւ այլն այդ գների մասին է առհասարակ մեր հարաբերությունները այդ առումով Ռուսաստանի հետ հետեւյալն են եղել, երբ որ գազի գինը շուկայում սկսում է իջնել եւ իջնել այն քաղաքական պայմանավորվածության շեմից ներքև եղել է այդպիսի բան, ինչպիսին հիմա է, մենք սկսում ենք խոսել կարող է արժի անցնել շուկայական հարաբերությունների հետ եւ բարձրանում է, ասում ենք չէ, քաղաքականը լավ է։ Այնուամենայնիվ, եթե պատկերացնենք մի պահ, որ եւ դրա մասին խոսում են բարձրագույն, այսպես ասած, որ կարող է լինել 450 սահմանին, կարող է լինել 500 սահմանին, հա, դա ինչ խնդիրներ է հարուցելու մեզ համար եւ արդյոք Իրանից եկող խողովակը կարող է ինչ որ եթե ավելացնեն ծավալները ներքին պահանջարկ փակել։ Իրականում նույն Իրանից դուք ինքներդ նշեցիք, քանի որ գազամուղը, հա, Իրան-Հայաստան գազամուղը եւս գտնում է Գազպրոմի, այսպես ասած, հանդիսանում է Գազպրոմի սեփականությունը հայկական կտորը եւ մենք սահմանափակված ենք, հա, ինքներս սուվերեն որոշում կայացնելու եւ օրինակ վերցնելու գազ, որը կօգտագործենք սպառման համար, ոչ թե բարտերային մեխանիզմով։ Ամեն դեպքում, եթե փորձենք հասկանալ զուտ ֆիզիկական ենթակառուցվածքների հնարավորության տեսանկյունից, կան տարբեր գնահատականներ, որ պոմպերով վերազինելու, հա, այդ վերափոխումները անելու դեպքում հնարավոր է միջև հասնել 2 միլիարդ խորանարդ մետր, որով հնարավոր է մոտավորապես մեր պահանջարկի 76%-ը տեսականորեն բավարարել։ Այդուհանդերձ
Ես կարծում եմ, եթե մենք խոսում ենք $500 գնի մասին եւ եթե մենք հնարավորություն ունենանք ինքներս գնում կատարելու, ավելի մատչելի հնարավոր կլինի մեր տարածաշրջանում ձեռք բերել։ Նույն Ադրբեջանը, որ ստիպված հասցնել օրինակ Իտալիա կամ Բուլղարիա, այդ ընթացքում պատկերացրեք, Թուրքիայում այդ գումարը տալիս է տարանցման, Վրաստանում տալիս է, մենք հնարավորություն ունենք ավելի մատչելի վերցնելու։ Մյուս տարբերակները Բայց ոնց վերցնենք Ադրբեջանից Վրաստանի տարածքով։ Վրաստանի տարածքով իրականում դա, չգիտեմ, 2-3 օրվա խնդիր է այդ ամեն ինչը կազմակերպելու տեխնիկապես։ Մյուս տարբերակը տարիներ շարունակ քննարկվել է թուրքմենական, այսպես ասած, մեխանիզմը, երբ որ Թուրքմենիան տալիս էր Իրանին, հետո Իրանը մեզ էր տալի, դե ֆակտո մենք ըստեյության Թուրքմենիայից են գնում ուղղակի swap-ի մեխանիզմներով այդ աշխատող գործիքները, բայց ամենակարևոր խնդիրը այս պահին հասկանալ, թե մենք այս ենթակառուցվածքների հետ ինչ ենք անում։ Այդ երկու համաձայնագիրը, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, այսպես ասած, մեր համար դառել են մի հատ մեծ խնդիր, որը առանց քաղաքական միջամտության, առանց քաղաքական համաձայնությունների միայն տնտեսական դաշտում հնարավոր չէ կարգավորել։ Եվ երբ որ կարգավորվի, արդեն մենք գոնե պարտավորություն ենք ստանձնել, միայն Ռուսաստանից գնել ներքին օգտագործման համար գազը։ Ոչ թե պարտավորություն ենք ստացնել, այնտեղ ինքն է Գազպրոմն է որոշում, նույնիսկ ասեմ ձեզ։ Գազպրոմին է վաճառում, Գազպրոմ Արմենիան կարդացել իմ համար շատ զարմանալի էր։ Իրանք իրավունք ունեն վաճառելու հայկական այդ ակտիվները առանց Հայաստանի կառավարության հետ համաձայնեցման, այսինքն տեսականորեն մեր համար ճշնամական ցանկացած երկրի իրանք կարող են վաճառել առանց մեր հետ համաձայնեցնելու։ Նույնիսկ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այդտեղ չի կարող գործել, որովհետև միջազգային դա համաձայնագիր է համարվում, ավելի բարձր իրավական ուժ ունի։ Մեր, այսպես ասած, թվում է սուվերեն իրավունք է, չէ՞, մեր ռազմավարական ակտիվի հետագա վաճառքի վրա գոնե որոշել վաճառումը պայմանական, օրինակ Թուրքիային կամ Ադրբեջանին, թե ոչ, բայց այսօրվա գործող համաձայնագրով մենք նույնիսկ դրա վրա չենք կարող ազդել։ Այսինքն այս հարցը քաղաքական դաշտում պետք է լուծվի, ոչ թե տնտեսական։ Քաղաքական դաշտում եւ եթե մենք խոսում ենք, հա, դեկտեմբերի 2-ի կնքված համաձայնագիրը դադարեցնելու մասին, երբ որ խոսք գնաց, հա, իրենց էներգետիկայի նախարարի, մեկը դե գինն է, մի համաձայնագրով գինն է կարգավորում, մյուսով Գազպրոմի գործունեություն, այդ 20% բաժնետոմսերի, իդեպ 20%-ի համար նշված է, եթե մենք հաղթում ենք պայմանները, պետքա 63 միլիարդ 333 միլիոնի կարգի գումար փոխանցենք, եթե փորձենք ընկերության արժեքը դրամ թե դոլար։ Դրամ, հա 63.333 միլիարդ դրամ։ Չէ, դրամ, եւ եթե այսպես ասած 100%-ը վերացնենք, դա մոտորապես անում է 315-320 միլիարդ դրամ, որ եթե մենք ինչ-որ մի հատ տեսական հնարավորություն ունենանք Իսպանիա այդ գումարը տանք Գազպրոմ Արմենիան ձեռք բերելու, կարծում եմ բոլորը sense պետքա կոպեկ հավաքենք, չգիտեմ, թոշակառուին քիչ փող տանք, բժշկին քիչ փող տանք, ինչպես այդ ֆիլմի մեջ։ Մոտավորապես 1 միլիարդ դոլարի մասին է։ Եվ դա արժի այդ նեղությունները, զրկանքները ապրել, որպեսզի այդ ակտիվները անցնեն Հայաստանի կառավարման ներքո։ Խնդրեմ ձեր կարծիքը թեմայի վերաբերյալ։ Կտրականապես դեմ եմ, երբ որ մենք ընդհանրապես քննարկում ենք Ադրբեջանից գազ ներմուծելու գաղափարը։ Դա նույնն է, ինչ որ ասենք քո գլուխը դնես դահիճի սրի տակ, որովհետև եթե մենք հետևում ենք բենզին ներկրեցինք 1 րոպե։ Շուկայի վրա ազդեցություն ունեցավ, գինի իջացրեց մի փոքր։ Տեսեք Արշալուշյան, արտաքին առևտրի մեջ դու առևտուր ես անում այն բանի հետ, այն երկրների հետ, որոնց հասարակությունը չի տնտենչում քո գաղթը։ Իսկ դա մանկամտություն է, որ ուղղակի պետք է մի հատ նայել ադրբեջանական մամուլը։ Տեղյակ եք, որ հունիսին նաև Նախիջևանում բավականին մեծ ֆորում է լինելու։ Տեղյակ եք դրա մասին։ Տեղյակ եք աջենդան, տեղյակ եք ովքեր են ասենք այդտեղ բանել։ Եվ այդ նկատում եմ, եթե առևտուր չանես, գուցե ավելի առևտուրը պետք է անպայման շարունակեն տրամադրվել։ Տեսեք, առևտուրը պետք է անպայման հետևի քաղաքական հանդուրժողականությանը եւ հասարակությունների հանդուրժողականությունը, այսինքն սկզբում դա պետք է լինի, հետո նոր դու գնաց առևտուր, եթե հակառակն ես անում, այսինքն քո բոլոր այդ թվում նաեւ էներգետիկ անկախությունը տալիս ես մի երկրի ձեռքի տակ, որը ասում է, գիտեք ինչ կա, ամբողջը ինչ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է։ Դա գիտեք դրանից մեծ, ասենք, դա խմարություն ես կյանքում չեմ կարող մտածել, դա առաջինն է։ Երկրորդը, գիտեք, ես գոնե հիմա չի ասվում այդպես ուղիղ պաշտոնական մակարդակում։ Դրա համար ես ասվում է։ Ես խնդրում եմ դուք հետևեք ադրբեջանական։ Ես պաշտոնական մակարդակում ասում եմ, հիմա չի ասվում։ Ներողություն, դրա մասին նաև խոսել է այդ Ալիևը։ Այդ ֆորումների բացման ժամանակ նայեք մի հատ ադրբեջանական մամուլը,
հստակ։ Հիմա երկրորդը, գիտեք, ես համաձայն եմ պարոն Ֆանյանի հետ, հարավային բանը թողունակությունը շատ մեծ չի իրականում։ Պոմպային տարբերակները պարոն Ֆանյան, ես չգիտեմ, որտեղ մասնագետները ասում են, որ դա ճիշտ չի, դա ինչքան ուզում ես արել, ինչքան ուզում ես պոմպային տարբերակները դի, դա թողունակությունը այդքան չի մեծացնի։ Եվ որպեսզի դու կարողանաս քո այս կախվածությունը թույլատրես, ասում ենթակառուցվածքներ պետք է ունենաս, իհարկե դա ճիշտ է, նկատառումը Ռուսաստանի Գազպրոմի ենթակայության տակ է, այստեղ իհարկե մեր կառավարությունը կարող ամեն ինչ անի եւ միջազգային պայմանագրերին հակասելով եւ ներքին օրենսդրությանը հակասելով մենք այդպես բազմաթիվ դեպքեր ունենք։ Բայց ամեն դեպքում լավ կլինի, որ այդ ենթակառուցվածքները մենք ստեղծենք, հետո նոր մտածենք մյուսների համար։ Եվ վերջում էլ եթե որոշենք նոր խողովակ դա էլ է կառուցել, ժամանակ է պետք, էլի շատ դա այդքան հեշտ չի լինի։ Դրա համար եմ ես ասում, Արշալու ջան, ես չեմ կարծում մի տնտեսագետ, որը որ կասի, որ կախվածությունը մի երկրից շատ լավ է։ Այդ թվում նաև Ռուսաստանից, այո, մենք պետք է շատ վաղուց մտածած լինենք, որ դիվերսիֆիկացնենք, որովհետև դա խնդիր է, որովհետև այնտեղ էլ կա այդ աշխարհում, գիտեք, ձրի բաները միայն թակարդում է։ Երբ որ ասում են ներքին ցանցն է պատկանում Գազպրոմ Արմենիային, տեղաբաշխման ցանցը, այդ նշանակում է մինչև այն խողովակը, որ գալիս է մտնում է բնակարան մարդու, իրենց է պատկանում, որ գալիս է հասնում է մինչև ենթադրենք շենքի բաշխումը, շենքի ներսումը դա կոնդոմինիումն է պատկանում, բայց մինչև այդտեղ իրանց է պատկանում, այո, որտեղ իրանք են ներդրումը կատարում այդտեղ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որ Հայաստանի կառավարությունը, ասենք ինչ որ հեռավոր գյուղի գազամատակարարման այդ խողովակների կառուցումը ֆինանսավորել, դա տեղափոխվել է Գազպրոմ Արմենիայի բալանս, որպեսզի կարողանան կառավարեն այլապես հնարավոր չի։ Եթե մենք խոսենք, ես ուզում եմ ամեն դեպքում արձագանքեմ Ադրբեջանից գազ ներմուծելու հնարավորության հետ։ Պարոն Արամյան, այնպես չի, որ մեր ասում լավագույն երազներից է հանդիսանում Ադրբեջանից գազ ներմուծելը, բնական ամենևին։ Բայց եթե մենք ունենք երկու այլ ընտրանք, հա, պայմանական ներմուծել, օրինակ այսօր Վրաստանը վերցնում է 250-ից 300, որոշակի դիսկոնտ ունեն բնականաբար վրացիները, մենք չենք հավակնում այդ դիսկոնտ ունենալ։ Բավական լավ դիսկոնտ։ Եկեք 15%, 10-15% պլյուս այնտեղ տրանսման մասով են իրանք տալի։ Եկեք $350 լինի, հա, ասենք դիցուկ Ադրբեջանը պատրաստ է տալ 350, Ադրբեջանը Ռուսաստանը առաջարկում է 450, հա, այդ $100 տարբերությունը մեր տնտեսության համար անում է $220 միլիոն։ Եթե մենք Ադրբեջանից չգնենք այդ գազը, Ադրբեջանը կարա այդ գազը վաճառի։ Ես ձեզ հավաստիացնում եմ 100% իրանք իրացման խնդիր չունեն, այսպես գոնե գազի մասով։ Լինում է $200 միլիոն, ուղղակի մենք մեր տնտեսությունը, այսպես ասած, մեր ոտքին մենք կրակում ենք։ Պարոն Ֆանյան, ես նորից եմ ուզում ասեմ, հակառակ բարակամ, իսկ ինչ է կանելու, եթե Ադրբեջանը ընդհանրեն քաղաքական բաներով են ինչ որ ասել է, գիտեք ինչ է, հենց հիմա այս գազը անջատում են, որտեվ այս հողը պետք է տակ ինձ։ Ինչ է կանելու։ Պարոն Արամյան, խոսքը չի գնում։ Այդ դեֆիցիտը դուք որտեղից եք բերելու, էլի մարդկանց, մենք ինձ խնդրում եմ Ռուսաստանից թանկ կառնեն։ Պարոն Արամյան, խոսքը չի Ռուսաստանն գնում 100%։ վաթարացնում ես։ Գիտեք, ես նորից եմ ասում, տեսեք, բերեք իրատեսական լինենք, չընկնենք, որովհետև նույն ձևով ես ուզում եմ հետ վերադարձնեմ այն տրամաբանությունը, որը հիմիկվա կառավարությունն է ասում, որ գիտեք ինչ կա, մենք պատրաստ ենք հատուկ մեր անկախության ինչ-ինչ բաների անել, ոչ ամեն ինչը, որ տնտեսագիտորեն պետք է նայենք, այո, դրա համար հենց նույն, ասենք, այդ իմ հնչեցրած ջիմավատը ասում է ժողովուրդ ջան, միայն ասենք այդ տնտեսական ցուցանիշը չի, շատ կարևոր է այդ քաղաքական ենթակառուցվածքը, քաղաքական դու ուր ես գնում, օրինակի համար ես չասեցի, դա շատ վատ է, որ ենթադրենք գործող վարչապետը ասում է, ես չեմ կարող ասել օրինակ, կարող է ԵԱՏՄ-ն տևի մինչև 30 թիվը, 40 թիվը եւ 26-ի դեկտեմբերը, որովհետեւ տնտեսվարողները իրանց պլանները կազմում են կառավարության տված արձագանքի վրա եւ քաղաքական կոնյունկտուրային, թե ինքը ում հետ է սկսում սերտաճել, ում հետ է աշխատում։ Ես պատրաստ չեմ այն հասարակության հետ հարաբերությունները լավացնել, նորմալ է։ Որոշակի առևտուր անել նորմալ է։ Ստրատեգիական խնդիրները դնես դու այն հասարակության ոտքի տակ, որը որ ասում եմ 2022, 21, 22 թվականներ չեմ հիշում, հարցումներ էին կատարել ադրբեջանական հասարակություն եւ իրանց ամբողջ մամուլը ողողվեց դրանով, որ ադրբեջանական հասարակությունը հարց էին տվել, եթե դուք հայ մանուկի բռնեք ինչ կանեք, 80%-ից ավել ասել են կսպանենք։
Չեմ հիշում նման Այսինքն այդպիսի հասարակություն, ես կփորձեմ գտնեմ եւ ուղարկեմ։ Այդպիսի հասարակությունը, ես ձեզ ասեմ, դա եղել է, որովհետեւ ռոպագանդան միջ այսօր շարունակվում է։ Հավատացեք, եթե այդ ռոպագանդան չլիներ, Արշալույս, այդ հարցեր առաջանում։ Արցախում ինչի համար են մշակութային հայկական բաները վերածում։ Իրատեսական է։ Դա ես եթե կարելի արձագանքեմ, էլի վերջնական։ Պարոն Արամյան, եւ ավարտենք։ Խոսքը չի գնում հիմա ինչ կախվածություն ունենք, օրինակ գազից Ռուսաստանից, նույնը տեղափոխենք Ադրբեջանին։ Ես ինքս որպես քաղաքացի, որպես տնտեսագետ այդ մոտեցմանը դեմ եմ, որովհետև կլինենք մենք ամբողջովին այն ինչ կախվածություն ունենք այսօր Ռուսաստանից տեղափոխենք Ադրբեջան, որտեղ ռիսկերը շատ ավելի մեծ են, քան թե այս պահին գոնե Ռուսաստանում։ Հարցը նրանում է, որ պետքա դիվերսիֆիկացիա։ Օրինակ եկեք նավթամթերքի օրինակ գնանք, երբ որ ուկրաինական ռմբակոծիչները ուղղակի ավերեցին նավթավերամշակման գործարանները Ռուսաստանի արևմուտքում, Ռուսաստանը ազատություն տվեց այնպիսի երկրներ, ինչպիսին Հայաստանն է, որ ասեց, ես արդեն պարտավորություն չեմ կրում, եկեք ներմուծման մաքսատուր կանենք, դուք բերեք։ Ինչ արեցինք մենք։ Մենք այսօր բենզին ենք ներմուծում Եգիպտոսից, մենք այսօր բենզին ենք ներմուծում Ռումինիայից ու հաշվի առնելով այդ մատակարարները, որ մեր կողքին նաև կա Ադրբեջանը, որ ավելի մատչելի է տալիս, մեր տնտեսվարողները բանակցեցին իրենց մատակարարների հետ եւ գինը ավելի մատչելի դարձավ։ Եվ այսօր նայենք մեր, այսպես ասած, բենզինի ներմուծման միքսը, կարող ասենք օրինակ Ադրբեջանին հասնի մի 20%։ Ես օրինակ 20%-ը չեմ համարում, որ մեր համար կրիտիկական է։ 30%-ն է։ Եթե մենք օրինակ փորձենք ադրբեջանականը չվերցնենք եւ իրանականն էլ նշում եք օրինակ պոմպերով խնդիր կա, ինչի հետ ենք մենք բախվել։ Ուրեմն պետքա անցում կատարենք, տնտեսությունը պետքա վերափոխենք, օրինակ էներգետիկա, արևային էներգետիկա եւ այլն։ Այդ դեպքում մեր տնային տնտեսությունները, որ այսօր ունեն գազային կաթսաներ, պետքա էլեկտրական տաքացիչներ տեղադրեն, որը ծախսերի հետ կապված գազօջախները պետքա փոխվեն դառնան էլեկտրական, ել չասեմ այն գործարանները, որոնք այսօր աշխատում են գազով, այդ վերափոխումը մի քանի միլիարդ դոլարի Պարոն Արամյանի ասածն է, որ ասում եմ, մինչև իրա լավ չենք հասկանում։ Նորից եմ կրկնում։ Ես երբեք դիվերսիֆիկացիային դեմ չեմ եղել։ Երկրորդ իմ թեզը։ Սկզբում կատարիր քո տնային աշխատանքը, նոր հետո գնա կոշտ քայլերի։ Երրորդը, դու փորձի քո հարաբերությունները կարգաբերես, բայց մի մոռացի նաև, ասենք, քաղաքական կոնյունկտուրան, որովհետև եթե դու քո ստրատեգիական խնդիրները դնում ես այն հասարակության կամ այն երկրի ձեռքի տակ, ես նորից եմ ասում, նույնիսկ եթե դիվերսիֆիկացիա, եթե համեմատենք, որովհետև գիտեք, միշտ կյանքում մեկ փիլիսոփա ասում է, որ ընտրություն չկա լավի ու վատի, կա վատի ու վատ թարագույնի մեջ։ Ու եթե դու որովհետև կյանքում լավը ակնհայտ է, հասկանում եք, միշտ լավն ես ընտրում փորձը։ Իսկ վատն ու վատ թարագույնը, եթե դուք օրինակի համար վատը այնա, որ մեկը տնտեսությունից կախված է, վատ թարագույնը նա է, երբ որ դու քո ստրատեգիական խնդիրները դնում ես մի հասարակության եւ մի երկրի ոտքի տակ, որը պատրաստ չի քեզ հետ ասենք։ Ինձ թվում է ձեր մեկը մյուսի չեք հակասում։ Պարոն Արամյանն ասում է արա տնտեսային աշխատանքը, հետո գնա կոշտ քայլերի։ Պարոն Ֆանյանն ասում է, եթե հասել նրան, որ մեր գազը պետք է փակեն կամ չգիտեմ գինը թանկացնեն, այդ դեպքում այսպես կրիտիկական իրավիճակում կարող են գտնել ինչ-որ լուծումներ։ Այո, դրա համար ես ասում մի արեք դա քաղաքական, գիտեք ինչ, այսպես այս ժանգլյորություն է, որ մենք սկզբում անում ենք, սաղ ամբողջ բեռը դնում ենք տնտեսվարողնի եւ հասարակության վրա, հետո մտածում ենք, թե մենք ոնց ենք անելու։ Եկեք այստեղ, չգիտեմ դրական թե բացասական նոտայի վրա, դրական նոտայի վրա ավարտենք մեր քննարկումը։ Շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար։ Civilnet Business-ի տաղավարում մենք քննարկեցինք Ռուսաստանի հետ հարաբերությունները տնտեսական կոնտեքստում եւ այն առումով, որ Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքի շուկա եւ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Մեր քննարկման բանախոսներն էին Վարդան Արամյանը եւ Հայկ Ասվանյանը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։